Առաջին լրատվականի տաղավարում հյուրընկալել ենք Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, բարև ձեզ։ Եվ այսպես, մենք արդեն գիտենք, որ դուք փաստաթղթերն եք ներկայացրել Արդարադատության նախարարությանը եւ ձեր կուսակցությունը արդեն սկսում է իր արդեն օրինական դաշտում նաեւ աշխատանքը։ Հիմնական ձեր թիրախները։ Մենք գիտենք, որ փաստորեն ձեր կուսակցության համախոհներն են, առաջին համախոհներն են եղել Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած որոշ անդամներ, Ժառանգություն կուսակցությունից դուրս եկած ձեր նախկին կուսակիցները։ Տեսնում եք այն բողոքավոր շերտերը, որոնք 2008 թվականից, 2003 թվականից գուցե եղել են պայքարի մեջ, հիմա հենց ձեր հիմնական նպատակակետն ու թիրախներն են։ Ես չեմ կարծում, որ միայն բողոք ներկայացնող անձինք են մեր համակիրները եւ անդամները ապագա, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում համակարգային փոփոխություն, այսինքն մերժում են այս գործող համակարգը, այս 25 տարիների ավտորիտար ռեժիմը եւ ցանկանում են ունենալ նոր համակարգ, ժողովրդավար համակարգ, որտեղ իշխանության ճյուղերը իրապես տարանջատված են եւ հնարավորություն ունեն միմյանց հակակշռելու եւ զսպելու եւ իհարկե համակարգային փոփոխություն բոլորն են Հայաստանում խոստանում, ձեր խոստումը ինչով է տարբերվում այն խոստումներից, որոնք որ եթե դու չես տալիս այս 25 տարիներին գնահատական, դա պետք է լինի եւ քաղաքական եւ իրավական, այլ ոչ թե դու այսպես ասենք մի փոքր մասն ես վերցնելու եւ գնահատելու եւ դու չես ճանաչում այս ռեժիմին որպես ապօրինի եւ նաեւ այն համակարգը, որը ստեղծվել է նրա կողմից եւ դու չես ցանկանում, որպեսզի քո պետության կառուցմանը մասնակցեն քո բոլոր հայրենակիցները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, դու նրանց չես տրամադրելու ընտրելու եւ ընտրվելու իրավունք, ապա դու չես կարող նաեւ նախ հիմնահատակ հանդես այս համակարգը եւ հիմնադրես նոր համակարգ։ Եթե դու այս ամենը չես ցանկանում իրականացնել, ապա դու չես ցանկանում իրականացնել համակարգային փոփոխություն։ Շատերը նրանցից, ովքեր այսօր գոյություն ունեն քաղաքական դաշտում, նրանք մերժում են մեր հայրենակիցների մասնակցությունը քաղաքական կյանքին, ովքեր որ հեռացել են Հայաստանից կամ ուղղակի ծնվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն ցանկանում են ունենալ քաղաքական ներգրավվածություն։ Նրանք ասում են ոչ, այդ քաղաքական ներգրավվածությունը պետք է լինի միայն եւ միայն Հայաստանում ապրելով, մինչդեռ մենք արդեն իսկ անդերսահմանային ազգ լինելով, ունենալով հսկայական կարողություններ Հայաստանի Հանրապետությունից դուրս, թե մարդկային որպես կապիտալ, թե նաև մեր ընդհանուր կապիտալի տեսքով, մենք պետք է ներգրաված լինենք իհարկե քաղաքական կյանքին։ Եթե դու մարդուն չես տալիս քաղաքացիական եւ առավել եւս քաղաքական իրավունքներ, ապա նրանից դու իրավունք չունես ակնկալելու այլ ներդրումներ կամ այլ ձևաչափով մասնակցություն Հայաստանի Հանրապետության կառուցմանը եւ զարգացմանը։ Սա ամենակարևոր պայմանն է, որ մենք կարող ենք ճեղքել այս ճգնաժամը, թե ոչ։ Նոր սահմանադրությունը Հայաստանում գրեթե բացառում է փոքր կուսակցությունների գոյությունը։ Դուք մեծ կուսակցություն լինելու հավակնություն ունեք։ Իհարկե ունենք այդպիսի հավակնություն եւ չէին կարող չունենալ։ Իսկ չլինելով ազգային ժողովում, ներկա չլինելով ազգային ժողովում, կարծում եք, որ հնարավոր է այդպիսի պատկառելի քաղաքական ուժ լինել, ազդեցություն ունենալ քաղաքական process-ների վրա։ Որպեսզի դու ունենաս քաղաքական process-ների վրա ազդեցություն, պարտադիր չէ, այս պահին ենք մենք խոսում, որովհետեւ նույն այս ներկայացվածությունը, որը ապագայում պետք է ինչ-որ չափով տեղի ունենա կամ չունենա, մենք դեռ չգիտենք, որովհետեւ հասկանում ենք, որ քաղաքական գործընթացները ոչ թե տեղի են ունենում օրինականության եւ այո, այլ ուժի, երբ արդեն ինքնաձիգներն են գործի դրվել, ատրճանակներն են գործի դրվել, մարդիկ են ծեծվում, այս բոլորը Այսինքն մենք հասկանում ենք, որ սա իրավական գործընթաց չէ, ընտրություններ հավասար, ազատ եւ արդար պայմաններում։ Ոստի մարդկանց ձայնը չի հասցվելու ազգային ժողով եւ ազգային ժողովում չի լինելու։ Եվ հետեւաբար, եթե չի բնակչության ձևավորվելու օրինական ազգային ժողով, ապա մեր մասնակցությունը այդտեղ, չգիտեմ, որքանով կարող է լինել արդյունավետ։
բայց դա դեռ չի նշանակում, որ դու պետք է քաղաքական պայքար չմղես եւ չպայքարես եւ հատկապես հաշվի առնելով, որ այս կեղծված սահմանադրական այս գործընթացը եւ նրանց բխող սահմանադրությունից, այս կեղծված սահմանադրությունից բխող օրենքները նրանք ժողովրդավար չեն, որովհետեւ եթե դու նոր ժողովրդավարություն ես եւ նոր ըստ էության պետականություն ես, ապա եւ ցանկանում ես, որպեսզի կուսակցությունները զարգանան, քաղաքական ուժերը զարգանան եւ տեղի ունենա իրապես մրցակցություն, ապա այդ շեմը պետք է լինի ընդհակառակը նվազագույն եւ դա էլ հենց մեր ծրագրային դրույթների մեջ է ներառված, որ առավելագույնը 2.5% պետք է լինի հաղթահարման շեմը, որպեսզի նույնպես կուսակցությունները կարողանան եւ մրցակցեն եւ զարգանան։ Դա է պահանջում նորաստեղծ եւ պետականությունը եւ նաեւ ժողովրդավարությունը։ Դրանով են սկսել այլ պետություններ եւ իհարկե կարող են հետագայում նաեւ շեմը բարձրացնել, բայց լավագույնը եւ նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նաև ընդունված փաստաթղթերի մեջ է նշվում, որ լավագույնը երբ սկսվում է առնվազն 2.5%-ից։ Հետևաբար մենք այստեղ ունենք լուրջ անելիք եւ այս մատուցված, կեղծված սահմանադիր օրենքները այստեղ լուրջ խոչընդոտ են բոլոր քաղաքական ուժերի համար եւ եթե խոսում ենք խոշորացման մասին, ապա խոշորացումը չի կարող տեղի ունենալ անբնական արհեստական հիմքերի վրա, դա նույնպես պետք է տեղի ունենա բնականon գործընթացով եւ իհարկե գաղափարների, ծրագրերի եւ սկզբունքների շուրջ։ Դուք վերադառնում եք հրապարակ։ Ես միշտ եմ եղել հրապարակում, այնպես չի եղել, որ մենք հանրային գործողություններ են լինելու հրապարակում։ Մենք մասնակցելու ենք բոլոր քաղաքական գործընթացներին։ Մասնակցելու եք, թե առաջնորդելու եք, նախաձեռնելու եք։ Հավանաբար եւ առաջնորդելու ենք եւ նախաձեռնելու ենք։ Այսինքն դուք Հայաստանի քաղաքական ներկայապնակում տեսնում եք քաղաքական ուժեր, ովքեր եթե կնախաձեռնեն պրոցեսներ հանրային, հրապարակային, դուք կարող եք միանալ այդ։ Մենք ոչ միայն կարող ենք միանալ, եթե կա խնդիր, որը առնչվում է մեր հռչակած ծրագրերի հետ, եթե մենք գտնում ենք, որ մեր ծրագրերը կարող ենք իրականացնել այդ միջոցով, ապա իհարկե մենք լինելու ենք ամենուր։ Եվ եթե կան այդ քաղաքական ուժերը եւ այդ քաղաքական ուժերը մասնակցում են ընտրական այս գործընթացին։ Այս պահին ես չեմ կարող ասել, որովհետև մեր ծրագրի դրույթները լիարժեք հրապարակված չեն, մասամբ ենք մենք հրապարակել, որից հետո արդեն որ պաշտոնապես մենք կգրանցվենք, դրանից հետո իհարկե կսկսվի նաև այլ մի փուլ, որտեղ նաև կլինեն պաշտոնական հանդիպումներ, թե ինչ ձևաչափով եւ որ քաղաքական ուժերի հետ մենք գնանք ճանապարհ եւ ինչ օրակարգի շուրջ մենք կարող ենք նաև համագործակցել։ Ապրիլի 3-ին հանրային գործողությունների նախապատրաստական այսպես հայտարարություններ, խոստումներ, կոչեր են հնչում Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքի կողմից։ Կարծես թե նրանք փորձում են հետընտրական պրոցեսներ գեներացնել, սկզբնավորել։ Ես կարող եմ մոտավորապես հասկանալ, որ դուք այնտեղ չեք լինի։ Ես չգիտեմ իրենք ինչ են սկսել կամ ինչ են նախապատրաստում իրականացնել, քանի դեռ ես չգիտեմ իրենք ինչով են հանդես գալու, ինչ օրակարգով, ես այս պահին չեմ կարող ձեզ պատասխան տրամադրել։ Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով Հայաստանում ամենաբարդն է։ Ձեզ մոտ, քանի որ ձեր ծրագրային դրույթները դեռևս հստակ չեն, որպես առաջնորդ այդ քաղաքական հստակ են, մենք ընդունել ենք մեր ծրագրային։ Դրանք ուղղակի պետք է արդեն տեսքի բերեն հանրայնացված չեն։ Արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը ձեզ մոտ ինչպես է։ Միանշանակ պետք է ասեմ, որ բոլոր մեր հարևանների հետ մենք ցանկանում ենք ունենալ նորմալ հարաբերություններ, նաև բոլոր գերտերությունների հետ մենք ցանկանում ենք ունենալ բովանդակային հարաբերություններ, որոնք կլինեն բարձր մակարդակի վրա։ Իհարկե մեր համար շատ կարևոր է, որ Հայաստանը ունենա հատուկ համաձայնագիր Եվրոմիության հետ եւ ունենա նաև առանց վիզաների ռեժիմի հնարավորություն մուտք գործելու Եվրոմիության ցանկացած երկիր։ Մեր համար սրանք շատ կարևոր են։ Արևմտյան արժեքները կարևոր են։ Ինձ մի քանի անգամ են այդ հարցը արդեն իսկ տվել։ Եկեք այսպես ասենք, արևմտյան արժեքը, եթե երբեմն
հակասում է համամարտկային արժեքներին։ Օրինակ նույն ամուսարի շահագործումը այսօր տեղի է ունենում, այսպես ասած, արևմտյան կապիտալի միջոցով։ Եթե դրանք հակասելու են, իհարկե մենք դրան դեմ ենք լինելու։ Մենք հասկանում ենք, որ երբեմն արևմտյան արժեքները, նաև այսպես կոչված արևմտյան արժեքները ստորադասվում են համամարտկային արժեքներին։ Ես երկար տարիներ եղել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նաև որպես падգամավոր ներկայացված Հայաստանից եւ գիտեմ թե ինչպես են նաև Եվրոպայում ստորադասվում մարդու իրավունքները եւ նաև մենք տեսել ենք թե ինչպես է նաև եվրոպական հանձնախումբը այստեղ դիտորդություն իրականացրել եւ ասել որ մի քայլ առաջ էին այդ ընտրությունները մինչդեռ ընտրությունները մարտի 1-յան ընտրությունները դա ոչ թե մի քայլ առաջ էին այլ նաև տեղի ունեցան սպանություններ։ Հետևաբար մենք երբ այս ամենը վերլուծում ենք, մենք հասկանում ենք, որ առաջի հերթին մենք պետք է հույսը դնենք մեր վրա։ Իհարկե մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը լինի արտաքին այս կողմնորոշման ճանապարհին տարանցիկ պետություն, ներգրաված լինի տարանցիկ պետությանը բնորոշ կարգավիճակ ունեցող պետության բոլոր ծրագրերին, դա լինի Պարսկաստան, Հայաստան, Վրաստան դեպի Եվրոպա տարանցիկ պետության կարգավիճակը, թե նաև ներգրաված լինի մեծ մետաքսի ճանապարհին, թեկուզ հենց Եվրասիական տնտեսական այդ միության ճանապարհին ընկած պետությունների հետ համագործակցության համատեքստում մեր համար դրանք շատ կարևոր են։ Իսկ ինչ վերաբերվում է Կախակայում անդամակցության կամ սառեցում կամ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից չունեք այդպես։ Ես կարծում եմ, որ առաջի հերթին մենք պետք է մեր հարաբերությունները հաստատենք Եվրոմիության հետ, իսկ դա ենթադրում է Եվրոմիության հետ ասոցիացիան համաձայնագիր եւ դա ենթադրում է նաեւ վիզաների ազատականացում, որը շատ կարեւոր է։ Ինչ վերաբերվում է Եվրասիական տնտեսական միությանը, արդեն ինքը միությունը ունի լուրջ խնդիրներ եւ այստեղ ես կարծում եմ հենց ինքը իր մեջ այդ խնդիրների հետևանքով այդ միությունը չի կարող ունենա ապագա։ Ինչ կասեք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ։ Մենք տեսանք, որ փորձը ցույց տվեց, որ այդ կազմակերպությունը նույնպես չի կարողացել կատարել իր առաքելությունը եւ իր առաքելության ներքո նաեւ այն խնդիրները, որոնք մեր առջև կանգնած էին, չկարողացավ նաեւ արձագանքել։ Հետևաբար մենք եթե կառուցում ենք հարաբերություններ, սկսված տնտեսական հարաբերություններից եւ նաեւ ռազմական անվտանգության հետ կապված հարաբերությունները, ապա ես կարծում եմ, որ մենք պետք է եւ դա է մեր ծրագրի մեջ է նշված, որ մենք պետք է ցանկացած պետության հետ, եթե գտնում ենք, որ դա փոխշահավետ է, ունենանք առանձին պայմանագրային հարաբերություններ, այլ ոչ թե միությունների տեսքով ապահովենք մեր անվտանգությունը։ Դա փորձը ցույց է տալիս երկկողմ հարաբերություններով շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան այսպիսի։ Փաստորեն փաստացի մենք հասկացանք, որ ոչ միայն արդյունավետ չէ, այլ բացարձակ մենք Ախոյանների շրջապատում բարեկամություն եւ ռազմավարական գործընկերություն ունենք։ Հնարավոր չէ, որովհետեւ մենք տեսանք, թե ինչպիսին էր արձագանքը եւ Բելարուսի եւ հասկանալի է, որ դրանք եթե միություն է, ապա նա արձագանքը պետք է լիներ այլ։ Եթե ուրեմն այդ միությունները չեն գործում։ Հասկանալի է, որ դուք նպատակ ունեք համահայկական ընդգրկում ապահովել ձեր կուսակցության շուրջ եւ Երկիր Ծիրանին ինքնին նաեւ անվանման հետ արդեն գալիս է նաեւ այդ ուղերձը, որ դուք ունեք այդպիսի հավակնություն։ Տեսնում եք Սփյուռքում զորակցության, աջակցության այդպիսի ալիք ձեր նկատմամբ։ Կարող եմ ասել, որ արձագանքները շատ ջերմ էին, ըստ արձագանքների, դրանք հեռախոսազանգեր են, դրանք նամակագրություն են, աջակցությունը կարծում եմ կլինի լիարժեք եւ այն նպատակները, որը մեր առջև դրված են, այդ նպատակներին նրանք կնպաստեն, այդպիսին է այս պահին արձագանքները։ Շատ ջերմ եւ շատ ընդգրկուն էին արձագանքները։ Այսինքն տեղական բջիջներ կլինեն, օրինակ Սփյուռքի համայնքներում, որտեղ մեր կանոնադրությամբ նախատեսել ենք, այո, որ պետք է ունենանք բոլոր տեղերում ներկայացուցիչներ եւ հենց որ արդեն պաշտոնապես մենք գրանցվենք, սկսելու ենք նաեւ այդ գործընթացը։ Այո, մեր հայաշատ բոլոր վայրերում աշխարհի մենք պետք է ունենանք մեր ներկայացուցիչները։
Իսկ համագործակցություն սփյուռքյան կառույցների, սփյուռքյան կազմակերպությունների հետ տեսնում եք Իհարկե տեսնում ենք, ես կարծում եմ, որ որտեղ մենք ունենք կառույցներ, որտեղ մենք ունենք արդեն ձևավորված ինչ-որ խմբեր, մենք նրանց բոլորի հետ պետք է տանենք աշխատանք, վարենք աշխատանք եւ համագործակցենք եւ ընդգրկենք, որպեսզի նրանք նույնպես արդեն իսկ ընդգրկված լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մեջ։ Դուք Սփյուռքից այս պահին բավական մեծ հետաքրքրություն կա ներքաղաքական մեր կյանքին կապված դիտորդական խմբի հետ։ Տեսնում եք, որ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է եւ Սփյուռքը ուզում է ավելի ու ավելի ներգրավված լինել Հայաստանի ներքին կյանքին, այս վիճակը, այս գահավիժումը ժամ առաջ կասեցնելու համար։ Եվ ինչ մեխանիզմներ կան, որպեսզի այդ ներգրավվածությունը բացի նյութականից ունենա ավելի առարկայական, ավելի մասնակցային տեսք։ Նախ մեխանիզմները պետք է ասեմ, կարծես թե նոր են ստեղծվում եւ մենք բաց ենք թողել այս 25 տարիները, բաց ենք թողել միայն ոչ միայն այն պատճառով, որ այստեղ գործում էր ապօրինի իշխանություն, որը չցանկացավ ներգրավել մեր ժողովրդի մարդկային կապիտալը, միայն դա չէր, նաև մեր հասունությունը որպես քաղաքական ազգի, այստեղ մենք նաև այստեղ ունեինք թերություն, որովհետև երկար ժամանակ մենք չէինք ունեցել պետականություն եւ դա մեզ հետ էր մղել ունենալու քաղաքական հայտ եւ քաղաքական փիլիսոփայություն եւ մտածելակերպ, այստեղ մենք խնդիր ունենք եւ հետեւաբար այստեղ բոլորիս խնդիրն է համախմբվել եւ այդ քաղաքական հայտը ներկայացնել։ Այո, Սփյուռքը այսօր շատ լավ է, ողջունելի է, որ արդեն իսկ հասկանում է, որ չի կարելի վստահել Հայաստանում գործող իշխանությանը եւ ինքը պետք է ունենա ներգրավվածություն։ Դիտորդական առաքելությունը դա քաղաքացիական իրավունքների իրացում է, բայց ողջունելի է, որովհետև քաղաքացիական իրավունքները իարհետ են քայլում քաղաքական իրավունքների հետ, հետևաբար հաջորդ քայլը արդեն իսկ լինելու է հենց քաղաքական իրավունքների իրացումը։ Ես ճանաչում եմ շատերին այդ խմբերի մեջ ներգրաված եւ իհարկե ողջունում եմ եւ բարձր եմ գնահատում իրենց այդ քայլը եւ ցանկալի է, որ մեր սփյուռքյան ներկայացուցիչները այդ օրերին թե ընտրությունից անմիջապես մի քանի օր առաջ, թե ընտրության օրը, թե հետո լինեն Հայաստանում, այո, հետո առավելապես, որովհետեւ մենք ընկել ենք մի այնպիսի շրջան, մտել ենք այդպիսի շրջան, որը բավականին ցնցումային է եւ դա ասացվել է առանց հետընտրական այսպես խմորումների զարգացումների իրենց ներկայությունը հնարավոր է նաեւ զսպող դերակատարություն ունենա, որպեսզի մենք չունենանք ավելորդ ցավ եւ իհարկե չունենանք նաեւ զոհեր, որովհետեւ այս իշխանությունից ամեն ինչ սпасելի եւ ակնկալելի է բռնության իմաստով եւ տեսակ, որ փաստացի նրանք մեր Արթուրին ինչպես վերաբերվեցին եւ մենք ունենք արդեն իսկ փաստորեն խոշտանգման հետևանքով զոհ, որը մահացավ եւ կարող էր դեռ երկար ապրել, երիտասարդ էր, եթե ունենար նախ չկալանավորեին, դրա անհրաժեշտությունը չկար, բացի այն, որ անհրաժեշտությունը չկար, հիվանդության հետ համատեղելի չէր նրա կալանքը եւ եթե նրան կալանավորել էին, ապա պետք է ցուցաբերեին պատշաճ բուժօգնություն, որը նույնպես տեղի չէր ունեցել։ Փաստորեն խոշտանգումով սպանեցին։ Եվ հետևաբար մենք պետք է հաշվի առնենք, որ Բաղրամյան 26-ում գործում է այն հրեշավոր Մուղդուսին եւ այդ հրեշավոր Մուղդուսին դեռ շատերի կյանքին է վտանգ սպառնում։ Որպես նաև փաստաբան դուք խոսեցիք հացբերող Արթուր Սարգսյանի մահվան մասին։ Ձեր գնահատմամբ համակարգի ամենամեղավոր օղակը որն է այս մահվան մեջ։ Կարծում եմ արդարադատություն, դատախազություն, քննչական ամենակարևոր, գիտեք, մեր մոտ դրանք տարանջատված չեն, ցավալի է։ Մեկ մարդու կողմից այո, Բաղրամյան 26-ով պայմանավորված է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը իրենց տեղում ուղակի գործիք են եւ ուղակի ենթակա են եւ չեն կարող այլ որոշում կայացնել, նույնիսկ եթե իրենք անձնապես ցանկանային։ Իհարկե մարդկային որակները շատ կարևոր են։ Մարդը եթե տեսնում է, որ իր առջև ինչ-որ մեկը մահանում է, ապա իր
պետք է նաև խիղճ արթնանա եւ հրաժարվի հրաման կատարելուց, մինչդեռ մենք տեսնում ենք տարիներ շարունակ մարդիկ լինում են բարձրաստիճան պաշտոնյա, նրանց հրաման են տալիս, ասում են մենք չէինք այդ հրամանի հեղինակը, բայց կարևոր չէ, դու եք կատարողն էիր այդ ապօրինի հրամանի։ Արտահերթ ընտրություններ պահանջելու եք ընտրություններից հետո։ Նախ պետք է ասեմ, որ մենք այս սահմանադրական հանրաքվեն մենք անդրադարձ ենք արել մեր ծրագրի մեջ բոլոր կեղծված ընտրություններին եւ չենք ընդունում այս կեղծված սահմանադրության արդյունքները եւ գտնում ենք, որ դրանք բացարձակ կապ չունեն մեր հետ, հետեւաբար իհարկե մենք ճիշտ է կողմ չենք, որովհետև մենք ինքներս չենք մասնակցում, որպեսզի անմիջապես վիճարկենք, բայց այնուամենայնիվ հասկանալի է, որ արդեն իսկ այս պահից այս ընտրությունները կեղծված են։ Եթե քո քաղաքացին հնարավորություն չի ունենալու մասնակցել ընտրությանը, իսկ դու խտրական մոտեցում ես ցուցաբերել, դու թույլ ես տալիս միայն դեսպանատան աշխատակիցներին քվեարկել, բայց այն մարդիկ, ովքեր որ այդ պահին գտնվում են արտասահմանում, հնարավորություն չունեն։ Եվ այս պայմանների բերումով ուղղակի ստիպված են եղել լքել են հայրենիքը եւ այնտեղ աշխատում են եւ ապրում են եւ հնարավորություն են ընձեռնում այստեղ իրենց հարազատներին նաեւ աջակցելու, պահելու եւ դրանից հետո դու ստեղծում ես մի այնպիսի ուղղակի քրական ընտրական համակարգ, որտեղ միմյանց հետ մրցում են ուղղակի քրական տարերը եւ տեսնում ենք այդ քրական տարերը ինչ գործողություններ են իրականացրել արդեն իսկ եւ հրազենի կիրառմամբ եւ այլ բռնությունների կիրառմամբ ունենք հիվանդանոցներում արդեն մարդիկ եւ հասկանալի է, որ այս ընտրակարգ չէ, ուղղակի ավտորիտար համակարգը պահելու հնարավորություն է եւ հասկանում ենք, որ արդեն իսկ այս պահից կեղծված են։ Եթե կեղծված են, ապա իհարկե բողոքարկմանը մենք մասնակցելու ենք։ Ճիշտ է, ոչ պաշտոնապես որպես կողմ։ Եվ պահանջելու եք արտահերթ ընտրություններ։ Միանշանակ մենք պետք է սկսենք արտահերթից, պետք է ստեղծենք պայմանները, իսկ պայմանները կարող են ստեղծվել մի քանի առնվազն սահմանադիր օրենքների ընդունմամբ, հասկանալով, որ այս սահմանադրությունը ինքը իրավական ուժ չունի, պետք է ընդունել մի քանի սահմանադիր օրենքներ, որոնք կապահովեն այդ մրցակցային հավասար դաշտը, որպեսզի դրա միջոցով մենք կարողանանք անցկացնել մեր առաջին հիմնադիր օրինական ընտրությունները։ Խորհրդարանական, նախագահական։ Պետք է լինի այո, եւ խորհրդարանական, եւ նախագահական։ Այսինքն դուք նախագահական կառավարման կողմնակից քաղաքական ուժ եք։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել ըստ էության, որը կլինի այն գերակշռող մոտեցումը, բայց միանշանակ է, որ քանի դեռ մենք չունենք զարգացած քաղաքական համակարգ, իսկ միայն զարգացած քաղաքական համակարգն է հնարավորություն ընձեռնում փոխադրվելու խորհրդարանական կառավարմանը եւ հետեւաբար եթե դու այդ առնվազն շեմերը, որպեսի 2.5% բոլորը կարողանան ներկայացված լինեն, խորհրդարանական մոդելը դա է ենթադրում եւ ես կողմնակից եմ նույնիսկ եթե մենք անցնում ենք խորհրդարանական մոդելի, ապա ընտրությունները պետք է լինեն շատ հաճախ եւ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ընտրվեն ուղղակի ընտրությունների միջոցով։ Սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ եթե դու քաղաքապետին չես ընտրում ուղղակի ընտրության միջոցով, դու հանում ես այդ մեկ ընտրությունը, ուղղակի ավականի ես ընտրում, որը պետք է ընտրի քաղաքապետ, դու փաստորեն զրկում ես նաեւ քաղաքացուն ընտրության մասնակցելու, լիարժեք մասնակցելու հնարավորությունից, թե պետ պահպանում ես ինչ որ չափով ընտրվելու հնարավորությունը, այսինքն, բայց միևնույն ժամանակ դու կրճատում ես ընտրությանը մասնակցելու հնարավորությունը։ Քանի որ քաղաքական ուժերից մեկը այս ընտրությունն օգտագործում է նաև Ղարաբաղյան կարգավորման իր պատկերացումները հանրայնացնելու, տարածելու համար, ես ուզում եմ, որ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, առաջնորդ, ասեք, արդյոք պատրաստվում եք Արցախում եւս գործունեություն ծավալել եւ ձեր մոտեցումները որքանով են հստակ արդեն Ղարաբաղյան կարգավորման։ Նախ պետք է ասեմ, որ մեր մոտեցումները նույնպես ամրագրված են ծրագրում եւ նրանք հստակ են։
մենք գտնում ենք, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հիմքի վրա պետք է կառուցենք մեկ պետականություն, եւ Արցախը պետք է ճանաչվի եւ նրա տարածքային ամբողջականությունը նույնպես, երկու հանրապետությունները միմյանց հետ այս պահին այն տարածքները, որոնք որ Արցախի սահմանադրությամբ 42000 քառակուսի կիլոմետր տարածքը, դա իհարկե միայն եւ միայն ընդլայնման պետք է մենք դիտարկենք եւ այդպես է մատնանշված է մեր ծրագրում եւ որևիցե տարածք, որևիցե կարգավիճակի եւ այլին հետ հնարավոր չէ փոխանակել կամ փոխզիջման գնալ, մենք այդպիսի հնարավորություններ չունենք, այս պահին մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը լինելով ճանաչված, ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետականություն, ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից եւ այդ մասին բոլորը լռում են եւ ունենք զոհեր, ով որ կողմ չէ խաղաղության, հողերը հանձնելուն, կողմ է որպեսզի մեր զինվորները զոհվեն սահմանին։ Ես հակառակը կարծիք կարող եմ ասել, ովքեր որ ուզում են, որպեսզի Հայաստանը այլևս գոյություն չունենա, ապա նրանք կարող են գնալ այդպիսի փոխզիջումների, որի հետևանքով մենք արդեն իսկ այս 800 հեկտարը, որ փաստացի մենք ապրիլյան պատերազմի հետևանքով մենք կորցրել ենք, արդեն մենք ունենք մի գյուղ, որը բնակեցված չէ, արդեն իսկ դատարկված է, դա Թալիշ գյուղն է։ Մենք ունենք մեկ այսօր ռազմաքաղաքական միավոր, դա Արցախի եւ Հայաստանի հանրապետություններն են, եւ եթե այդ միավորի ռազմական բաղադրիչի մի սանտիմետր խախտվում է, ապա խախտվում է ամբողջ մեր ռազմական անվտանգության համակարգը։ Հետևաբար, եթե խոսում են այդ մասին, ճանաչված լինելը դեռ չի երաշխավորում քո անվտանգությունը։ Տեսեք 90-ական թվականների սկզբին, երբ Ուկրաինան զիջեց իր ատոմային զենքը Ռուսաստանին, Բուդապեշտի հայտնի պայմաններից նրա տարածքային ամբողջականությունը ճանաչվում էր եւ իբրև թե երաշխավորվում էր, եւ իսկ հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Հետևաբար ռազմական անվտանգության խնդիրը եւ մենաշնորհը դու պետք է պահես քո ձեռքում, երբեք նույնիսկ ժամանակակից 21-րդ դարում չպետք է միամիտ լինես եւ հավատաս, որ կարող է ճանաչեն եւ դրանով դու ունենաս անվտանգություն։ Երբեք անվտանգության ապահովողը ցավում եմ, բայց այսօր մեր 20-ամյա, 18-ամյա երիտասարդներն են, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը։ Մինչդեռ այդտեղ է մենք ունենք խնդիր, պետք է ժամանակի մեջ մենք անցնենք պայմանագրային պրոֆեսիոնալ բանակի կայացմանը եւ իհարկե առաջնագծում արդեն իսկ այսօրվանից մենք պետք է բացառենք մեր երիտասարդների ներգրավվածությունը, որովհետեւ այնտեղ պետք է կանգնած լինեն նորակոչիկների մասին է։ Այո, պայմանագրայինները պետք է լինեն։ Պայմանագրայինները պետք է լինեն եւ ցանկալի է, որ այդ պայմանագրային մեր զինծառայողները արդեն ունենան զավակներ եւ մենք սերունդի կորուստ նույնպես մեր գենետիկ ֆոնդի կորուստ նույնպես չունենանք։ Գործունեություն Արցախում Արցախում լինելու է այո գործունեություն, պետք է ասեմ, որ մեր համագումարի ներկա է նաև Արցախի պատվիրակությունը եւ այո հաջորդ մեր հավաքը իհարկե մենք ուզում ենք անցկացնել Ստեփանակերտում, Արցախը պարտադիր պետք է ներգրաված լինի այս ամենի մեջ, մենք նաև մատնանշել ենք մեր ծրագրային դրույթների մեջ, որ պարտադիր պետք է ճանաչվի Արցախը, Արցախի հետ պետք է կնքենք համապատասխան պայմանագրեր, իրավական այդ փաթեթը պետք է լինի, ռազմական փոխօգնության, մեկ դրամական միավոր տարածքի, մեկ անձնագրային տարածքի եւ իհարկե մեկ որպես ընտրական գործընթացների մեջ ներգրաված նաև Արցախը որպես միավոր պետք է նաև ինքը ներգրաված լինի եւ ունենա իր падգամավորը հայոց խորհրդարանում։ Շնորհակալություն այս զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ ազգային ժողովի падգամավոր Զարուհի Պոստանջյանը։ Շնորհակալություն։